Տարբեր երկրների խմբավորումների կազմում, տարբեր մանդատով ու թվականակով հայ զինծառայողներն իրենց բաժին խաղաղությունն են բերում մարդկանց։ Շեշտենք, մնալով հայկական բանակի այն ռեսուրսը, որը ցանկացած պահի կարող է հայտնվել հայրենիքի սահմանին։ Նրանց շնորհավորելով մեր զինուժի 25-ամյակի առթիվ, նախարար Սարգսյանը մաղթել է անվտանգ ծառայություն եւ բարի վերադարձ։ Խաղաղապահ ուժեր ունենալով Հայաստանի զինված ուժերը անվտանգության միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության սպառողից դարձել են նաեւ այդ անվտանգության մատակարարներից մեկը։ Մենք մեր բաժինն ենք բերում միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը։ Աշխարհի տարբեր կետերից էլ մեր տղաներն են իրենց ողջույնը փոխանցում, ասում են, պատվով են կատարում ծառայությունը։ Շատ լավ, ոչ մի խնդիր, ով 55 ծառայ ցավը ռազմավարության։ Շատ ապրեք, բարի ծառայություն ձեզ։ Իսկ մեզ մոտ նախարարության խնդիրների ու մարտահրավերների լուծմանը հնարավոր է նպաստի լույս հիմնադրամի հետ անցկացված գաղափարների մրցույթը։ Իմ ներկայացած ծրագիրը վերաբերվում է աջակցություն զինծառայողներին եւ իրենց ընտանիքներին։ Էմայի գաղափարը քաղաքացիների աջակցության համակարգումն է, այն թափանցիկ դարձնելը։ Վեբ-կայք միասնական պլատֆորմ, որը կներառի ամեն տեսակի աջակցություն, այսինքն մի պլատֆորմի վրա կերևա թե տվյալ զինվորին, տվյալ զինծառայողին ինչպիսի աջակցություն է ցուցաբերել, ով է ցուցաբերել, ներառյալ պետական աջակցությունը։ Արմենն ու Վահանը մեկ օնլայն հարկի տակ են ուզում մեկտեղել ազգ բանակին առնչվող մտքերը, դրանք հասանելի եւ կիրառելի դարձնելով բոլորի համար։ Շարքային քաղաքացիները, կազմակերպությունները բոլորը կտեսնեն եւ կկարողանան հասկանան իրենց մասնակցությունը։ Ես խորապես վստահ եմ, որ մենք այն վիճակում երկիր ենք, որտեղ ցանկացած մարդը ուզում է քայլ դրական անի, կարող է դա անի։ Գաղափարների մրցույթի հաղթողին կորոշեն 10-օրյա ժամկետում եւ կտրամադրեն 2 միլիոն դրամ նախագիծը իրագործելու համար։ Արթուր Գրիգորյան, օրակարգ։